Ուսումնասիրել եմ մի քանի անձի քարտեզներ, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր ազգի, մեր հայրենիքի համար։ Վարչապետի քարտեզում ինչ եմ տեսնում, սիրելի հետևորդներ, քանի որ նրա մոտ լուսինը եւ սև լուսինը գտնվում են ձկների կենդանակերպում, իսկ խավարումները այս սեպտեմբերի 7-ի եւ մարտի 3-ի խավարումները անմիջականորեն շոշափում են նրա լուսին եւ սև լուսին այդ կարևոր դիրքավորումները եւ դա տալիս է նրան կարծես վախեր հոգևորի հետ կապված, հավատքի հետ կապված, երևի թե հավատքը ամրացնելու այդպիսի իրավիճակներ, բայց նրա քարտեզում հակադրվում է Գարեգին երկրորդի տվյալները։ Այս երկուսը պատահական չէ, որ այս պահին գտնվում են այդ կարևոր իրադարձության այդ դիրքերում, Ինչ է տեղի ունենում, նրա մոտ բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում է եւ սև լուսինը խեցգետնի կենդանակերպում։ Ես ձեզ ասել եմ, չէ, որ ի ծնե Գարեգին երկրորդին տրված է եղել պարտականություն, կարմիկ պարտականություն, որպիսի նա ֆիզիկական այդ դաշտից անցնի հոգևոր դաշտ, այսինքն այն բոլոր բիզնեսները, այն նյութական արժեքները, որը նա կրում ուներ, նա ժամանակի ընթացքում պետք է փոխակերպեր հոգևորի։ Այնպես չի, որ Գարեգին երկրորդը չունի այն տվյալները եկեղեցին մեր քրիստոնեական այդ կրոնը ղեկավարելու այդ ձիրքը, նա ի ծնե այդ ամենը ունի, բայց ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում, եթե դու խախտում ես այդ կարևոր ուխտը, ապա որոշակի շրջափուլեր կան եւ դա միշտ էլ նշում եմ 56, 57, 74-ից 75, 76 տարեկային այդ շրջափուլներ, այդ տարիքներն են մարդիկ ունենում են խնդիրներ։ Ինչ է կատարվում մարտ ամսին այդ լուսնի խավարում կա, որը ճակատագրական կարող է լինել նրա համար, բայց կտեսնենք, արդյոք վերին ուժերը կօգնեն նրան հաղթահարելու այս կարևոր ճակատագրական պահը, թե նա պատասխան կտա այն ամենի համար, ինչը կատարել է իր կյանքի ընթացքում։ Ցելի հետևորդներ, գործող վարչապետը, նրա իջնող հանգույցը երկորակի կենդանակերպում, նա փոքր քաղաքականությունից, լրագրությունից պետք է անցնի մեծ քաղաքականություն, բարձրացող հանգույցը աղեղնավորում է։ Իսկ կյանքի որոշակի շրջափուլերում նա կարող է ուղղակի տեղափոխվել արտերկրում ապրելու, եթե ամեն ինչ նորմալ ընթանա այս տարիների ընթացքում։ Սիրելի հետևորդներ, նաև ինձ համար շատ կարևոր է սրբազաններից